Բարի լույս սիրելի հայրենակիցներ, շատ ուրախ եմ, որ դարձյալ միասին ենք և կիրակի օրը վաղը մեր եկեղեցում նշվելու է Երևման Սուրբ Խաչի տոնը կամ Սուրբ Խաչի Երևման տոնը, որը խորհրդանշում է Խաչի խորհրդի վերստին պանծացումը, այսինքն այն սիրո մեծ արտահայտությունը, որ Աստված իր խաչելության ճանապարհով ցույց տվեց մարդկանց, իր որդուն, իր կյանքը զոհաբերելով մարդու համար։ Եվ այդ խաչի խորհուրդը լայնորեն, ինչպես ավանդությունը պատմում է մեզ, տարածվել էր ամբողջ Երուսաղեմի վրա, Գողգոթա լեռից մինչև Ձիթենյաց լեռ, այսինքն խաչելության լեռից մինչև Համբարձման լեռ ձգվելով և այդպիսով մարդկության աչքի առջև պարզելով այն մեծագույն ճշմարտությունը, որ սերը երբեք չի կարող սպանվել, այլ ընդհակառակը, անընդհատ ավելանալ, տարածվել և դառնալ այն մեծ խորհուրդը, որով մարդը միայն կարող է ապրել։ Եվ դա Աստծո սերն է, որը փոխանցված է մարդկանց, և այդ սիրո ճանապարհը ամենադժվար ճանապարհն է, որը պահանջում է զոհաբերություն, պահանջում է տառապանք և սակայն իր վերջին հանգրվանով սիրո ճանապարհի վերջնահանգրվանը անխուսափելի հաղթանակն է։ Այսօր շատ հետաքրքրական մի պատմության մասին պիտի խոսենք Աստվածաշունչ մատյանից, որը ուղղակիորեն մեր կյանքի խորքերը արտահայտող, իրականությունը արտահայտող չքնաղ առակ է, որ պատմում է մեզ մեր Տերը Հիսուս։ Ասում է մեր Տերը. երկնքի արքայությունը նմանվեց մի մարդու, որն իր արտի մեջ լավ սերմ սերմանեց։ Երբ մարդիկ քնած էին, եկավ նրա թշնամին, ցորենի մեջ որոնց հանեց և գնաց։ Երբ խոտը բուսավ և պտուղ տվեց, երևաց նաև որոմը։ Տանտիրոջ ծառաները մոտեցան և ասացին նրան. Տեր, չէ՞ որ արտիդ մեջ լավ սերմ ցանեցիր, ուրեմն որտեղի՞ց այդ որոմը։ Տերն ասաց նրանց. թշնամի մարդն արեց դա։ Ծառաները նրան ասացին. ուզում ես գնանք քաղանենք այն։ Ոչ, ասաց նրանց, որոմը քաղելիս, գուցե ցորենն էլ նրա հետ արմատախիլ անեք։ Թողեք, որ երկուսն էլ միասին աճեն, մինչև հունձքը և հունձքի ժամանակ կասեմ հնձողներին. նախ որոմը քաղեք և խրձեր կազմեք այրելու համար, ապա ցորենը հավաքեք իմ շտեմարանների մեջ։ Ընդհանրապես այս առակը հայտնի է որպես որոմների առակ։ Եվ սա կարևոր խորհուրդ ունի մեր կյանքի մեջ, որովհետև ընդհանրապես մեզ թվում է, թե մենք բարիք ենք գործում, աշխատում ենք, տքնում, քրտնում, պայքարում և այլն, և հանկարծ տեսնում ենք, որ այդ ճանապարհի մեջ ինչ-որ բան չի ստացվում, չի հաջողվում, կամ դիտավորությամբ, կամ պատահականությամբ, հիմնական առումով դիտավորությամբ զանազան խոչընդոտներ են առաջանում կամ առաջացնում, և մարդ ակամայից զարմանում է ասելով, որ այսքան բարիք գործելով, այսքան տքնանք ներդնելով, տքնաջան աշխատելով, ինչու է այսպես լինում, ինչու են այս խոչընդոտները առաջանում և ինչ կա, որ խանգարում է ընդհանրապես մարդուն իր կյանքի ընթացքին այդ բարիքը նաև իր արդյունքը կամ այդ բարիքի արդյունքը չտեսնելուն կամ չճաշակելուն շատ հաճախ։ Եվ մեր Տերը այս ամբողջ այս կյանքի հակադրությունը կամ հակառակությունը խոսում է, բացատրում է որոմների առակով, ինչպես հայտնի է Ավետարանում, որ այդ արտը խորհրդանշականորեն
որը ցորենով էր լցված, թշնամու մուտ գործելով, այն նաև պարուրվում է որոմներով, ցանվում է որոմներով։ Եվ այդ որոմները ցորենների հետ, ցորենի հասկերի հետ միասին աճում են հավասարազոր, որոշ տեղերում նաև թերևս կարողանում են խեղդել եւ թույլ չտալ, որպեսզի այդ հասկը մեծանա, աճի եւ իր արդյունքը տա։ Եվ ասում աշակերտները զարմացած էին, որ ինչպես է պատահում կամ ծառաները զարմացած էին, որ ինչպես է պատահում, որ այդ ցանված ցորենի արտի մեջ հանկարծ ու հանկարծ այդ որոմներն են հայտնվում եւ ցանկանում են որոմները քանդել, ուղակի քաղանել, սակայն Տերը զգուշացնում է նրանց ասելով, որ դեռ ժամանակը չէ, երբ միասին կաճեն, այն ժամանակ նախ որոմները արմատախիլ կանեն, որպեսզի հնարավորություն տրվի ցորենին լիարժեք աճելու, ցորենի հասկերին, իսկ որոմները կայրվեն, կհավաքվեն եւ կայրվեն։ Եվ սա ոչ թե չարի եւ բարու կռվի մասին է, այլ ինչպես ասացի, մեր կյանքում պարզապես արկա բոլոր պատկերների, որտեղ մարդը ցանկանում է անընդհատ բարիք գործել եւ սակայն զուգադրաբար որքան մեծանում է բարիք գործելու ցանկությունը, այնքան աճում է չարիքի արկայությունը։ Եվ սա մեր կյանքի, ինչպես ասացի, պատկերն է, շերտը, տեսքը։ Մեր կյանքն էլ ընդհանրական առումով լցված է որոմներով եւ մենք անընդհատ հարց ենք տալիս մեզ ասելով, որ չէ որ այս ամբողջ ժամանակահատվածում մենք ուղղակիորեն բոլոր եղած խնդիրներով ու թերություններով հանդերձ ինչու հասանք այս վիճակին, ինչու այսպես տեղի ունեցավ, ինչու այս չարիքի իշխանությունը այս ամբողջ իր աղետով հանդերձ դեռևս մնում է այսպես կոչված իշխանության վրա, որը խաթարել է եւ խաթարում է մեր կյանքը ամբողջության մեջ, որը ուղղակիորեն որպես որոմ ներդրվել է մեր կյանքի մեջ, ինչպես Տերը ասում է, թշնամին գիշերով եկավ եւ այն ցանեց ուղակի, ներդրված է մեր կյանքի մեջ, խաթարելով եւ խարխլելով թե ներքին ներդաշնակությունը, թե ներքին հաշտությունը, թե ներքին կյանքը ամբողջությամբ եւ թե արտաքին իմաստով։ Բոլոր առումներով խարխլած եւ խաթարած այն որոմային բնույթով, որով հատուկ է ուղղակիորեն այդ բույսին ամբողջ հողի կենսունակությունը քաշելով, վերցնելով իր վրա եւ թույլ չտալով, որպեսզի ցորենի հասկերը մեծանան։ Սակայն ցորենը իր ճանապարհն ունի, մեծանալու իր ճանապարհն ունի, պայքարելու եւ կռվելու իր ճանապարհն ունի եւ նաեւ իր վերջնարդյունքը ունի, որով դառնում է հաց, որով դառնում է նշխար եւ պատճառ հանդիսանում կամ դառնում միջոցը մարդու թե նյութական, թե ֆիզիկական, թե հոգևոր կենսունակության։ Միակ ճանապարհն է դա, այդ պայքարի ճանապարհը, որպեսզի որոմներից ազատագրվի եւ ոչ միայն ազատագրվի, այլ նաեւ իր արդյունքները տա։ Այո, այսօր մեր կյանքը որոմալից է դարձել։ Եվ ժամանակը թերևս մեր պատկերացման վաղուց հասել այդ որոմները արմատախիլ անելու եւ ինչպես Տերն ասում է, այրելու, որով միայն դրան է ենթակա, ուրիշ որևէ բանի ծառայելու պիտանելիություն չունի։ Եվ այդ որոմալից կյանքից մաքրելու ուղղակիորեն այդ ամբողջ չարիքը եւ մեր կյանքը դարձնելու այն մաքուր պարզ ցորենի արտի պես, որը կյանքի խորհրդանիշն է, կենթանություն տվողն է, կյանք տվողն է, մարդուն ուղղակիորեն վերստին իր ֆիզիկական, նյութական, ինչպես նաև հոգևոր եւ մտավոր կյանքի այդ ճանապարհի մեջ կարևոր արժեք ունեցողն է։
Մենք այս օրերին ավելորդ է ասել, թե ինչպիսի վայրի վերումների ենք վերստին ականատես լինում։ Հայացքներդ մի պահ դարձրեք եւ այլևս նույնիսկ չի էլ կարելի դրա մասին խոսել, այն խուլիգանությունը, որ տեղի ունենում ազգային ժողովի ամբիոնում, ուղղակիորեն կենտրոնում, այն հայոյալից իրականությունը, որ ուղղակի ցույց է դրվում, որոմների ճանապարհով ցույց է դրվում մեզ բոլորից։ Դա վկայում է, վերստին վկայում է այս չարիքի իշխանության այն վախերի մասին ուղղակիորեն, այն ներքին հիստերիկ շարժումներով, արտահայտություններով, ինքնապաշտպանվելու, այսպես ասած, դրսևորման մասին, մեկը մյուսին հերթ չտալով, ամենավերջին խոսքերով, հայհոյանքներով, որի մասին մենք անընդհատ խոսել ենք, անդրադարձել ենք սրան, որով այս խուլիգանախումբը որպես որոմ լցված մեր կյանք թշնամու կողմից դարձել են ուղղակիորեն մեր կյանքի սպառնալիքը բոլոր առումներով, թե հոգևոր իմաստով, թե բարոյական իմաստով, թե ֆիզիկական իմաստով, բոլոր առումներով, մտավոր իմաստով, բոլոր առումներով մեր կյանքի սպառնալիքն են դարձել։ Իրենց շրթունքներից եւ սրտերից անբացակայ սուտը, կեղծիքը, զրպարտությունները, բոլոր հայոյանքները, ինչ չարիք որ կարող է մարդու կողմից գործվել, կատարելագույն աստիճանով այս մարդիկ արտահայտում են։ Եվ այո, այդ որոմները քաղանելու ժամանակը հասել է, այդ որոմները մաքրելու ժամանակը հասել է։ Ես չեմ դադարելու ասել, որ անցնող ամբողջ ժամանակահատվածը, ամբողջ մեկ տարին, ամբողջ այս շրջանը մենք անընդհատ խոսել եւ պայքարել ենք այդ որոմները մաքրելու համար։ Մենք խոսել ենք այդ մասին, գործել ենք, եղել ենք ամենուր, ամեն տեղ, ամեն հնարավոր ճանապարհներով, տեսել ենք ձեր դեմքերը, ձեր ժպիտները, ձեր ուրախությունը, ձեր տագնապները, սիրելի ժողովուրդ։ Տեսել ենք բոլորիդ ամենուր, տեսել ենք ձեր պատրաստակամությունը եւ մինչեւ այսօր պարզ տվյալ պիտի ասեմ։ Չեմ վստահում շարժումը մեր երիտասարդների նախաձեռնությամբ, որը եթե ժամերով գումարելու լինենք հազիվ 10 օր միգուցե կազմած լինի։ Եվ այդ 10 օրերի ընթացքում բոլոր ժամերով իրար գումարած, ոչ թե օրերով եւ ամիսով, բոլորը միասին հավանաբար 10 օր են կազմել, առանց որևէ մեծ կազմակերպչական աշխատանքների, առանց որևէ ներդրումների, առանց լայնածավալ որևէ գործունեության, այդ փոքր կարճ ժամանակահատվածում 20,000-ից ավելի մարդ այս օրերին մոտեցել եւ իր անվստահությունը ասելը քիչ է, իր ամբողջ զգացումներն արտահայտել այս չարիքի իշխանության նկատմամբ, արտահայտել եւ իր պատրաստակամությունը հայտնել, որի համար մեր գնահատանքը, սերը եւ ուրախությունն ենք հայտնում բոլորին, ովքեր մոտեցել, անվախ կերպով նայել են տեսախցիկների մեջ, իրենց ասելիքը ասել եւ այդպիսով նաեւ իրենց կամքը արտահայտել։ Սա նշանակում է, որ որոմների քաղան անելու ժամանակը հասել է եւ ոչ միայն հասել է, այլև հասել է այն աստիճանին, որ մենք կոչված ենք ուղղակիորեն այդ քաղանը անելու։ Չկրկնելով, պետք է նշեմ, որ ամեն օրը, այս մարդկանց ամեն օրը մեր Հայաստան աշխարհի սրտում ուղղակի արհավիրք եւ աղետ եւ սպառնալիք է մեր կյանքում, բոլոր օրերի եւ ժամերի հաշվով, ամեն ժամը մեր կյանքից խլված, այդ կենսական ավիշից խլված իրականությունը, սակայն դա մեզ երբեք էլ չի ընկճելու,
եւ իրավունք էլ չունենք որևէ ձևով կքելու այդ ցորենի պես ձգտելու, պայքարելու, որոմներից ազատագրվելու եւ միևնույն ժամանակ կենսական հաց դառնալու կոչումն ունենք մենք։ Օրեր առաջ մեր նաեւ լրագրողներից Անուշ Միրզոյանն էր թիրախավորվել։ Տարիներ առաջ տեղի ունեցած դեպքը այսօր ուղղակիորեն փորձում են դատարանի ճանապարհով ոչ միայն լրացնել, այլև պատժել։ Անուշը մեր այս պայքարի առաջին օրվանից նվիրյալ, ուղղակի ոչ միայն լրագրող, այլև անդամներից է։ Նվիրյալ երիտասարդներից, սյունեցի, ով ապրում եւ գործում է իր հայրենիքի ցավով եւ գործում է իր պատվի զգացումով, որպեսզի կարողանա նաեւ մասնակից լինել այս որոմները քաղանելու ամբողջ գործընթացին։ Մեր լիարժեք եւ լիակատար թե զորակցությունը, թե աջակցությունը բոլոր առումներով հայտնում ենք մեր սիրելի Անուշին, Անուշ Միրզոյանին։ Եվ Անուշը պարզապես նաեւ մի փոքրիկ կամ մեծ իմաստով խորհուրդ է, թե ինչպիսի վախերի մեջ են այս մարդիկ ապրում, թիրախավորելով լրագրողներին, որոնց պատմությունները այս շարքին շատ են, եւ առիթից օգտվելով վերստին մեր քաջալերանքն ու գնահատականն ենք հայտնում բոլոր լրագրողներին, բոլոր նրանց, ովքեր այս պայքարի բովի մեջ են, բոլոր առումներով ցանկանում են այդ որոմները քաղան անել մեր կյանքից, խոսել ճշմարտության մասին, մերժել այս սուտը, կեղծիքը եւ երբեք չծառայել, որևէ կերպով չծառայել եւ որևէ կերպով զիջում չունենալ իրենց սկզբունքների համար, որոնք միտված են ճշմարտությանը, որոնք միտված են մեր կյանքի վերականգնելուն, որոնք միտված են ընդդեմ այս հայրենազրկմանը, անպատվությանը, ստորացմանը։ Եվ այո, այդ բոլոր լրագրողները թիրախավորված են, որովհետև ցանկանում են այս չարիքի իշխանությունը լռեցնել բոլորին, իրենց սև գործը, իրենց որոմային գործը իրականացնելու համար։ Մենք խոստում ենք տվել, որ մաքրելու ենք այս որոմը մեր կյանքից։ Այո, դժվար է լինելու, բայց լինելու է այդ, որովհետև դա անհրաժեշտություն է, անխուսափելի անհրաժեշտություն։ Չի կարող որևէ կերպով, որևէ օրենքի համաձայն այս ընթացքը շարունակական դառնալ։ Ինչ շատ են հարցրել 2026 թվականի ընտրությունների մասին։ Ես վերջին օրերին այդ մասին խոսել եմ։ Այո, կլինեն 2026 թվականի ընտրություններ, որը շատ հեռու է իմիջայլոց։ Եվ բոլոր նրանց, ովքեր խանդավառված են այդ պատմությամբ, այդ թեմայով, ուղղակիորեն ասում եմ, շատ հեռու է 2026-ը։ Եվ կլինեն այդ ընտրությունները, բայց առանց այս չարիքի իշխանության մասնակցության։ Պետք է այդպես լինի։ Մենք կոչված ենք այսօր այդ հունձքի ժամանակը հասած լինելով որոմաքաղ անել մեր մաքուր ցորենի արտը։ Որոմաքաղ անել ուղղակի։ Եվ ըստ այդմ նաև այդ որոմներին արժանացնել իրենց իրական տեղում գտնվելուն։ Այլ կերպ եւ այլ ճանապարհ գոյություն չունի։ Մենք այս ժամանակահատվածում բազմաթիվ հարյուրավոր, եթե չասեմ հազարավոր հայրենակիցների ենք հանդիպել, խոսել, որոնք միայն եւ միայն ինձ համար ուրախացնողը այն է, որ այս բոլոր խոսակցությունները միտված են եղել մեր տունը վերականգնելուն, մեր պատիվը վերականգնելուն, մեր կյանքը վերականգնելուն։ Անցյալ օրը
Մերձակա մտերիմներից մեկը ասում էր, երբ Մոսկվայում տեսա այս չարիքի իշխանության կառավարչին, ես նոր հասկացա, թե ինչ է նշանակում անպատիվ լինելը, ամոթից գետինն է մտնում, ինքը ընդ որում գտնվում էր այդտեղ, ամոթից գետինն է մտնում, նոր եմ հասկացել, թե ինչ էր այդքան, որ խոսում ես, որ պատվազրկվել ենք, մեր պատիվը գողացվածը, նոր եմ հասկանում, թե դա ինչ է նշանակում խորքային իմաստով, ամաչում է ես ուղղակիորեն, նրա ներկայությունից, այն մարդուց, որ մեզ ինձ է ներկայացնում այդ ամբողջ իրադարձության մեջ, այո, որոմա լցված է մեր կյանքը, բայց նաև և հատկապես մեր միտքն է այդ ցորենը ազատագրել, արտը ազատագրել, գոյություն ունեցող ցորենով մեր կյանքը վերականգնել և մեր կյանքի վերականգնումը նաև ուղղված մեր պատվի վերականգնումին։ Մենք այս ժամանակահատվածում, ինչպես ասացի, հազարավոր մարդկանց ենք տեսել, խոսել, որոնք իրենց պատրաստակամությունն են հայտնել ինչպես անցյալին, այնպես էլ այսօր, չեն ընկճվել, չեն կքել, այո, ունեցել են տարբեր մտածումներ, ունեցել են հուսախաբություններ, ամեն ինչ որ վիճակված է որևէ պայքարի մեջ կամ կռվի մեջ, պատերազմի մեջ, ունեցել են տագնապներ, հուսախաբություններ, բայց միևնույն ժամանակ ունեցել են ներշնչումներ, ունեցել են մեծ հույսեր և շարունակում են ունենալ և պատրաստակամություն, որոմաքաղ անելու մեր արտը, մեր կյանքը, դառնալու այն ցորենի հատիկները, որը միայն և միայն կյանք է տալիս մարդկանց։ Սրան նախորդող, այս որոմների առակին նախորդող մեր Տերը նաև խոսում է սերմնացանի մասին, որ սերմերը ցորենից հանում էր, նրանցից որոշները ընկան ապառաժի վրա, խորունկ արմատ չունեցան և արևը այրեց, որոշները ընկան ճանապարհի եզրին և թռչունները տարան, որոշները ընկան որոմների մեջ, փշերի մեջ, տատասկների մեջ և խեղդեցին այդ փշերն ու տատասկները և որոշներն ընկան բարեբեր հողի վրա և ծլեցին, մեծացան և կյանք տվեցին և այդ բարեբեր հողի վրա ընկածներն էին ի վերջո, որ կարողացան նաև կյանք պարգևել մարդկանց, այդ ամբողջ շերտերի մեջ այդ մի բուռ հատիկը, մի բուռ ցորենը հարյուրապատիկ արդյունքներ է տվել և այսօր այո մեր կյանքում այդ մի բուռ ցորենի հատիկը, մի բուռ կյանքը, մի բուռ մարդիկ են, որ վերականգնելու են մեր տունը, որ ազատագրելու են մեր կյանքը, հենց դուք եք դա, սիրելի հայրենակիցներ, ազատագրելու մեր կյանքը, վերականգնելու մեր անունը, մեր պատիվը, ոչ միայն մեր սեփական տան մեջ, այլև այո, ես չեմ զլանում ասելու աշխարհի առջև, որովհետև մենք անխուսափելիորեն կապված ենք նաև աշխարհի հետ, մեր չափով, մեր բաժնով և մեր պատասխանատվությամբ։ Ժամանակը հասել է որոմաքաղ անելու մեր կյանքը, հասել է ժամանակը և դեռ մի բան էլ անցել է։ Եվ ուզում եմ ասել, որ թերևս այս ձևաչափով սա մեր վերջին հանդիպումը կլինի և մենք միասին կհանդիպենք այլ վայրում, այլ միջավայրում և վստահաբար նաև այն, ինչ որ մենք մտածել ենք, այն, ինչ որ մեր կյանքի հավատամքն ու նշանաբանն է դարձել, սկզբունքը, նրանով ինչով առաջնորդվել ենք և նա, ով մեզ դրել է այս ճանապարհի մեջ առաջնորդելով մեզ, մեր Տեր Աստված, մեր ժողովրդի հրավերը, կանչը,
մեր նահատակների սխրանքը, այս բոլորը որպես օրհնություն մեր կյանքի ճանապարհին ուղղակիորեն առաջնորդելու են մեզ, այո, հենց մեզ, հայերիս, քրիստոնյաներիս, արդարության եւ ճշմարտության համար անտեղի տալի պայքար մղողներիս հասնելու մեր երազած, մեր տենչած հաղթանակին, որը միայն եւ միայն մեր երկրի ազատագրումն է, մեր անվան եւ մեր պատվի վերականգնումը։ Աստված թող զորացնի բոլորիդ, ուժ եւ կորով ստանաք, ձեր սրտերը նորից գոտեպնդեք, ձեր մտածումները, ձեր ապրումները, զգացումները լինեն մեր կյանքի ազատագրումը, հագնեք Աստծո սպառազինությունը եւ միասին ընթանանք դեպի մեր բաղձալի եւ ցանկալի հաղթանակը, որով նաեւ մենք արժանիորեն կկարողանանք հայացքներս պարզ, սրտներս բաց, խոսել ոչ միայն ներկայում, այլև մեր պատմության հետ եւ մեր գալիքի հետ։ Աստված զորացնի